Վիրտուալ աշխարհի զարկերակն ու 1001-ի ռիթմը։ Ինտերակտիվն է եթերում, բարի օր։ Ինտերակտիվն այսօր ձեզ կսովորեցնի ինչպես փնտրել ու գտնել բժիշկներ ու առողջապահական խորհուրդներ, կպատմի առաջին հայկական լիամետրաժ եռաչափ մուլտֆիլմի մասին։ Բացի այդ, տեղական ու գլոբալ ՏՏ լուրեր, սոցճամբար եւ իհարկե ամենաYouTube։ Մի խոսքով, դիտեք այս թողարկումը։ Սենսացիոն ծառայություն խանդոտների համար Google-ը հետևում է անհավատարիմ կանանց։ Բարակ Օբաման արգելել է իր դուստրերի Facebook մտնել, թեև ինքն օգտվում է նոր տեխնոլոգիաներից։ Ռուսական Վկանտակտի կայքում կարելի է դիտել ամեն ինչ, բայց ապօրինի։ YouTube-ը 100 տարի առաջ ապրիլ մեկյան կատակ։ Ինչպես ստանալ բժշկական խորհրդատվություն ինտերնետով։ Առաջին հայկական 3D մուլտը ինչպես են նկարել։ ԱմենաYouTube, ամերիկահայ հաղորդավարի երաժշտական ունակությունները։ Դուք հիվանդացել եք, ուզում եք գտնել բժիշկ ու մասնագիտական խորհուրդներ ստանալ, ձեզ կօգնի ավելին կուղորդի ինտերնետը։ Այսօր շատ չեն, բայց բավարար են այն կայքերը, որոնք օգնում են խորհուրդներով, նշում են այն հիվանդանոցներն ու կլինիկաները, նաև բժիշկներին, որոնց կարող եք դիմել անհրաժեշտության դեպքում։ Միայն պետք է ուշադիր լինել, չօգտագործել այնից ձեզ պետք չէ ու կարող է վնասել։ Ինչպես ասում են, վստահեք, բայց ստուգեք։ Առողջապահական կայքերից օգտվելու մասին մենք կպատմենք հենց հիմա։ Ինձ պետք է բժշկական խորհրդատվություն, ես ունեմ ընդամենը 30 րոպե, պետք է հասցնել։ 30 րոպեն անցավ, ես չհասցրեցի խորհրդակցել բժշկի հետ։ Մի տարբերակ էլ կա, կարող եմ խորհրդակցել օնլայն, ինտերնետով։ Հայկական բժշկական կայքերն այնքան էլ շատ չեն, բայց կան։ Եթե վերցնենք doctors.am կայքը եւ հիվանդությունների ցուցակը նայենք, այնտեղ բավականին մեծ ցուցակ է ներկայացված եւ երկու տարբերակով է ներկայացված, այսպես ասած հանրամատչելի նկարագրություններով եւ մասնագիտական։ Նազարեթը օրանժի աշխատակիցներից է, մասնագիտությամբ բժիշկ։ Իր մասնագիտությամբ չի աշխատում, բայց հետևում է ոլորտի բոլոր նորություններին։ Կա նաեւ հետադարձ կապի տարբերակ։ Փորձել եք գրել, պատասխանում են։ Ճիշտ ասած, ես չեմ փորձել գրել եւ քանի որ ընդամենը մի երկու բան էր այնտեղ գրած, ես այդքան էլ վստահ չեմ այդ հետադարձ կապի աշխատանքի կատնում։ Իզաբելան հայկական բժշկական drugs.am կայքի պատասխանատուն է, հավատացնում է, որ իրենց կայքում պատասխան են ստանում բոլոր հիվանդների բոլոր հարցերը։ Պլաստիկ վիրաբույժին հղված հարց։ Բարև ձեզ, ես ցանկանում եմ վիրահատել ոտքս։ Պետք է միշտ հիշել, որ գործ ունեք սեփական առողջության հետ կամ գուցե ինչ-որ մի ծանոթի բարեկամի առողջության հետ եւ չի կարելի զուտ մի կայքի կամ թեկուզ մի քանի կայքի տեղեկության հիման վրա որոշումներ կայացնել եւ ինքնաբուժմամբ զբաղվել։ Հայկական բժշկական կայքերից են doctors.am, drugs.am։ Նազարեթը հաճախ է օգտվում ու խորհուրդ է տալիս օգտվել ռուսական ու ամերիկյան բժշկական կայքերից։ Ընտրությունն ավելի մեծ է, տեղեկությունները բազմազան։ Հայաստանում նաև կա երևույթ, դեղը վաճառում են դեղահապը հատերով եւ չեն տալիս այդ ներդիրը թուղթը, որ պետք է լինի։ Այս կայքի միջոցով, եթե դուք չունեք մանրամասն տեղեկություններ դեղորայքի դեղամիջոցի մասին, կարող եք միայն դեղամիջոցի անունը իմանալով այդ բոլոր տեղեկություններին ծանոթանալ։ Խոսքը ռուսական vidal.ru կայքի մասին է, անգլալեզու օգտակար կայքերից են webmd.com-ը, Discovery հեռուստաալիքն էլ ներկայացնում է սեփական առողջապահական կայքը, discoveryhealth.com կայքը։ Բժշկական օնլայն հետազոտությունն անցնելն իհարկե ավելի հեշտ է, պարզապես Google-ում գրում եք ձեր առողջական խնդրի մասին եւ ստանում տասնյակ պատասխաններ, բայց բժիշկները եւ բժշկական կայքերի պատասխանատուները խորհուրդ են տալիս ինքնաբուժում չանել, դիմել իրական մասնագետի։ Լոնդոնյան խանութներից մեկը տեխնոլոգիական բում է արել։ Եթե դուք մտել եք հանդերձարան եւ հավանել եք ձեր փորձած հագուստը, ապա կարող եք անմիջապես հենց հանդերձարանում նրանով զարմացնել ձեր Facebook-յան կամ Twitter-յան հետևորդներին ու ընկերներին։ Տեղադրված հայլին ունի տեսախցիկ, որի միջոցով լուսանկարում է։ Միայն թե զգույշ եղեք մերկ վիճակում չլուսանկարվեք։ 250 միլիոն մարդ Facebook է մտնում բջջային հեռախոսով, վերջին մեկ ամսում նրանց քանակն աճել է 1.5 անգամ։ Հատուկ ծառայություն տղամարդկանց համար Google-ը թույլ է տալիս հետևել անհավատարիմ կանանց։ Նոր ծառայությունը վճարովի է, կանանց համար այն հասանելի կլինի հունիսից, գրում է PCNews.am-ը։
Բարակ Օբաման iPad է օգտագործում։ Ընդամենը 1 տարի առաջ նա քննադատում էր հաղորդակցության ժամանակակից սարքերը, իսկ նրա կինը դուստրերին մինչև հիմա արգելում է օգտվել Facebook-ից։ Ռուսական VKontakte սոցցանցում տեղադրված տեսաբովանդակության 90%-ն անօրինական է։ Ցանցայինների երկրորդ հորիզոնականում roottracker.org-ն է, երրորդ տեղում video.mail.ru-ն։ Խաղալիք արտադրող ճապոնական ընկերությունը թողարկել է թվիթ կարդացող սարք։ Swiml-ը միանում է համակարգչին եւ բարձրաձայնում է Twitter-ում հայտնված նոր հաղորդագրությունները։ Ինչպիսին կլիներ YouTube-ը 100 տարի առաջ, եթե լիներ ինտերնետ։ Վիդեո հոսթինգի ապրիլ 1-յան կատակը YouTube-ը ներկայացրել է իր 100-ամյակին նվիրված տեսահոլովակ։ Այդ հացը միանշանակական բույ դուտ ադմիս տարիքի մոտավորապես այսպիսի մի հատ համակարգած նույնիսկ վաղտեղը երբ մեզ ծաղրել են Մենք շարունակում ենք ներկայացնել բացառիկ դեմքեր ու դեպքեր, հարցազրույցներ ու ռեպորտաժներ, ինչպես արդեն տեսել եք ու գիտեք, նոր մոտեցմամբ ու նոր մատուցմամբ սա հաջողակների ու հաջողվածների էջն է։ Այստեղ կարող են գրանցվել միայն նրանք եւ միայն ինտերանձերը։ Այսօր մեր էջում գրանցվել է բլոգեր, օնլայն պատերազմների վետերան Սամվել Մարտիրոսյանը։ Նա առաջին բլոգերներից է, բավական է միայն ասել Կորնելի Գլաս, եւ նրա անունը ահ ու սարսափ է առաջացնում մասնավորապես ադրբեջանցիների շրջանում։ Կորնելի Գլասը հիմնականում գրում է ռուսերեն ու հիմնականում հակադարձում է ադրբեջանական հարձակումներին։ Մի խոսքով նա արդարության մարտիկ է վիրտուալ աշխարհում։ Այսօր նա կպատմի ինչ է սիրում, դիտում ու լսում, կխոստովանի թե ով է իր համար ամենասեքսուալ կինը։ You're simply the best. Սամվել Մարտիրոսյան 38 տարեկան քաղաք Երևան ծննդատունն ու ծննդյան ժամը աղոտ է հիշում։ Կարծեմ Մարգարյան ցերեկային ժամեր են, կարծեմ 5-ի կողմերը։ Մասնագիտությամբ Սամվելը մաթեմատիկոս է, ուսումնասիրել է փիլիսոփայությունը, աշխատում է որտեղ ասես անբախ է, որովհետև անվտանգությունն է պաշտպանում։ Որպես խորհրդական տեղեկատվական անվտանգության հարցերով Սամվելին անգամ գտնել պետք չէ, նա ինտերնետում ամենուր է, անգամ այնտեղ որտեղ գրեթե ոչ ոք չկա, բայց միայն մեկ անուն եւ ամեն ինչ ասված ու գտնված է։ Բլոգում Կորնելի է, որը շատ բարդ է գրվում, որտեղ A-ի ու J-ով է, բայց արդեն փոխել հնարավոր չի։ Իսկ Facebook-ում շատ հեշտ է Սամվել, այսինքն facebook.com/Samvel այդ։ Նրա ամենահայտնի գրառումը հանուն մյուս բլոգերների հետ։ Գրառում ունեմ, որտեղ գրանցում եմ հայ բլոգերներին, որոնք բացահայտ դեմ չեն, որ իրանց անուն ազգանունը մասնագիտությունը լինի։ Այնտեղ բնականաբար ամենաշատ կոմենտները կան, ամենաշատ դիտում են եւ այլն։ Նա առավոտյան զարթնում է ու զարթնում է ինտերնետի հետ։ Gmail-ը, քանի որ մեյլերս եմ ստուգում, հետո Facebook Live Journal նայած այդ պահին, որ bookmark-ը առաջինը բացեց։ Նախկինում Սամվելին կասեին հիպի, այսօր նա պարզապես ռոք ֆանատ կամ սիրահար է։ Մեծ սիրահար եմ պրոգրեսիվ ռոքի, մեկ էլ ծանր։ Hardplate 7-ից սկսած մինչև Metallica։ На молчание! Նրա ֆիլմացանկը բազմազան է ու բազմաշերտ, բայց նա առանձնացնում է ընդամենը մի քանիսը։ Բույ դուտ ադմիս տարիքի, օրինակ իմ պատերազմական ամենասիրված ֆիլմը։ Противник не хочет уступать небо. Наша задача сбросить его оттуда. Երևի թե ամենասիրածս Մատրիցան է առաջինը։ Նրա համար ամենասեքսուալ կինը մի հատ է ու միակն է, որ եղել է, կա եւ կմնա։ Այդ հացը միանշանակ է, իմ առաջին, վերջին եւ միակ կինը։ Սամվելի իր ապագան ինչպես ծնունդը աղոտ է հիշում, բայց մի բանում վստահ է։ Ճաղատ, լիարժեք, հիմա դեռ մեջտեղին եմ գործընթացի, մնացածը շատ աղոտ։